Շատերին կարող է թվալ, որ Արամ Չախոյանի անվան շուրջ բամբասանքները վերջին ժամանակաշրջանում փոքր-ինչ նվազել են, բայց արի ուտես, որ դա այդպես չէ։ Այս անգամ խոսում են այն մասին, որ նա ունի երկվորյակ եղբայր, ով երբեմն անգամ շահադիտական նկատառումներով օգտագործում է այդ նմանությունը, ներկայանալով որպես Արամ Չախոյան։ Երկվորյակ եղբորը մենք այդպես էլ չկարողացանք գտնել, այնպես որ բամբասանքի պարզաբանմանը եկավ միայն Արամ Չախոյանը։ Եվ այսպես, ճիշտ է դա, թե սուտ։ Եղել են դեպքեր, երբ ընկերներս էլ նշել են, որ ժամանակ առ ժամանակ ինչ-որ տղամարդու են հանդիպում, որը նման է ինձ, բայց ես երկվորյակ եղբայր չունեմ, ունեմ երկու եղբայր հարազատ, որոնք իհարկե նման են ինձ շատ, բայց չեմ կարծում, որ այնքան, որ կարողանան նրան համեմատել ինձ հետ եւ ներկայացնել որպես երկվորյակ։ Ենթադրում եմ, որ շատ իրավիճակներում հենց ինձ էլ հանդիպել են, ես չգիտեմ ինչի մասին է գնում խոսքը, բայց չեմ կարծում, որ դա կարող եմ լինել ես։ Օրինաչափություն է դա, թե պատահականություն, սակայն երբ Հասմիկ Կարապետյանը կրկին անցնում է հաղորդավարական պրակտիկայի, քաղաքում միանգամից սկսում են խոսել այն մասին, որ նա այլևս չի երգելու։ Չբացելով բնականաբար որոշ փակագծեր, ես ուղղակի փոքրիկ այսպես գաղտնիք կասեմ, այո, իմ այս մեկ տարվա դադարը ինչ-որ չափով կապ ուներ անձնականի հետ։ Ես ծանոթացա մի տղայի հետ, մի երիտասարդի հետ, որը կիսով չափ հույն է, այսինքն եւ հայ է եւ հույն է։ Ինքը շատ դեմ էր, որպեսզի ես երգեմ։ Հետաքրքիրն այն է, որ դեմ չէր, որ ես հաղորդում վարեմ, այսինքն ինքը ինձ նույնիսկ շատ հավանում էր, ասում էր դու մարդկանց ինչ-որ դրական լիցքեր ես հաղորդում եւ այլն, ես ինքս դիտում եմ, Հունաստանից նույնիսկ դիտում էր, ինքը գնում գալիս է այսպես։ Չնայած մայրը շատ սիրում է իմ երգերը, լինելով հույն եւ բացարձակապես չխոսելով հայերեն, ինքը ուղղակի երաժշտությունն է շատ հավանել եւ նույնիսկ իմ CD-ներն էր ինձանից պահանջում, այնտեղից այստեղ։ Մի խոսքով, ամեն դեպքում դա էր պատճառը, այո, այս 1 տարի եւ կես այդ դադարը ստեղծագործական զուտ դրանով էր պայմանավորված, մինչեւ ես կարողացա, բնականաբար կարողացա հասկացնել իմ ընկերոջը, որ արի ուտես, որ երգելու մեջ ոչինչ չկա, ծանոթացրեցի նրան մեր ներքին խոհանոցի հետ շոու բիզնեսի, մի քանի անգամ ինձ հետ շրջագայեց համերգների, եվրոպական եւ հասկացա, որ իսկապես այդտեղ ոչ մի բան չկա եւ ամեն ինչ մարդուց է գալիս, եթե մարդը նվիրված է վերջ։ Եվս մեկ բացահայտումներով լի ամենից ամենաաստղային տասնյակ ներկայացրեցինք այսօր ձեր ուշադրությանը։ Ինձ մնում է միայն ասել հաջորդ շաբաթ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը տասնյակը եւ իհարկե ակտիվ քվեարկում այն աստղերի օգտին, ում կցանկանաք տեսնել առաջատար դիրքերում։ Եվ իհարկե մի մոռացեք, որ միայն եւ միայն ամենից ամենան է անդրադառնում մեր հայ շոու բիզնեսի ներկայացուցիչների շուրջ կատարվող իրադարձություններին եւ տալիս միայն եւ միայն ճշգրիտ եւ հավաստի պարզաբանումներ։ Եվ իհարկե միայն դուք ձեր SMS քվեարկություններով դասավորում եք նրանց ըստ հորիզոնականների։ Մենք հանդիպենք արդեն հաջորդ կիրակի ամենից ամենաժամանցային ATV եթերում։ Հաջողություն։ Հագուստը տրամադրեց InStyle հագուստի եւ աքսեսուարների խանութ սրահը։ Դիմահարդարումն ապահովել է Make-up Studio դիմահարդարման սրահը։ Վարսահարդարումն ապահովել է Jasmine գեղեցկության սրահը։ Նկարահանմանն աջակցեցին Jazve սրճարանը, Պեկին չինական ռեստորանների ցանցը, Berloga Pub-ը։